Կառավարման ճգնաժամ Հայաստանի դպրոցներում հանրակրթական ավելի քան 300 հաստատություն չունի տնօրեն։ Պարտականություններ իրականացնում են պաշտոնակատարները, երբեմն անհայտ ժամկետով։ Ինչու են մանկավարժներն ու կառավարման փորձ ունեցող մյուս մասնագետները խուսափում տնօրեն աշխատել։ Պատճառը այսպես ասած բարեփոխումներն են, որ մասնագետի կարծիքով դասական բյուրոկրատիայի դրսևորում են։ Հիմա հասել ենք այն վիճակին, որ ոչ ոք չի ուզում դպրոցի տնօրեն դառնալ։ Ավելի լավ չէր այդ գումարը դնենք այդ կոնկրետ տեխնացուների կարողությունները զարգացնենք, որ իրենք լավ ղեկավարեն դպրոցը։ Տնօրեն դառնալը մի քանի փուլով, տեխնացուն նախ պետք է ունենա լիցենզիա 5 տարի ժամկետով, հետո կազմի ռազմավարական պլան, որի պիտանի է թե ոչ գնահատականը տալիս են կրթության զարգացման եւ նորարարությունների հիմնադրամի մասնագետները։ Այս ռաունդը հաղթահարելուց հետո երրորդ որոշիչ փուլն է՝ բանավորը։ Խաչատրյանի գնահատականը երաստիճան բազմաբարդ համակարգին այսպիսին է։ Կարելի է ստեղծել դպրոցի զարգացման օրինակելի 2-3 պլան, գյուղական դպրոցի, քաղաքային, մեծ, փոքր, եւ այդ տեխնացուներին ասել հիմնվելով սրա վրա կազմեք ձեր դպրոցի մոդելը։ Հիմա սա մասնավոր դպրոցներ չեն, հեղինակային դպրոցներ չեն, որ առանձին զարգացման հնգամյա ծրագիր ունենան, հա։ Եվ բոլորս էլ գիտենք, որ անգամ նախարարության գրած ռազմավարական ծրագրերը չեն իրականացվում։ Այսինքն հիմա եթե նախարարության ծրագրերը չեն իրականացվում, մենք ո՞նց ենք բաժելու տնօրենին ծրագիրը չիրականացնելու համար։ Ոչ համաչափ ընթացակարգն է պատճառը, որ տեխնացուները երբեմն դիմում են զեղծարարությունների։ Դրանցից մեկ օրինակ այն է, որ ռազմավարական պլանը գրում են ոչ թե իրենք, այլ գրել են տալիս փողով։ Մյուսը, երբ արդեն չպաշտոնավարող տնօրենը դառնում է փոխտնօրեն, փոխտնօրենն էլ տնօրենի պաշտոնակատար, բայց կառավարումը դե ֆակտո շարունակում է նախկին տնօրենը ներքին համաձայնությամբ։ Մեկ այլ հարց է, ով է ստուգելու տնօրենը ինչպես է կյանքի կոչում ներկայացրած պլանը։ Պատկերացնեք, ինչքան մարդկային ռեսուրս է պահանջվելու 1400 դպրոցի տնօրենի հետևելու համար։ Սա էլ է մեծ խնդիր, այսինքն այս գործառույթը իրականացնելու համար նախարարությանը հսկայական մարդկային ռեսուրս է պետք գալու։ Ընդ որում հիմա նախարարությունը գնում է կենտրոնացման, այսինքն այս բոլոր գործառույթները պետք է իրականացնեն ոչ թե մարզպետարաններն ու Երևանի քաղաքապետարանը, այլ հենց կրթության նախարարությունը։ Եվ կարծում եմ մենք հիմա գնում ենք մի շատ ծախսատար համակարգի, որը մեզ առանձնապես շատ բան չի տալու։ Վատից ավելի վատ կան դպրոցներ, որ տևական ժամանակ չունեն ոչ միայն տնօրեն, այլև տեխնացու։ Թափուր տեղի մրցույթները կրկնվում են հայտեր չլինելու պատճառով։ Նախարարությունը վերապատրաստումներ է անում 60 հոգու, որոնք պետք է կարող են այդ թափուր տեղերը լրացնել։ Բայց եթե մենք ունենք մի քանի 100 թափուր տեղ, որոնց թիվը օրեցօր է ավելանում, հա, ոչ թե ամիսով, այլ օրեցօր։ Հիմա կարող է վաղվա դրությամբ եւս 2 դպրոցում ավելանա թափուր տեղերի թիվը տնօրենի։ Այդ 60 հոգին այդ մի քանի 100 թափուր տեղը ոնց են փակելու։ Նախարարության վերապատրաստումը անցած տեխնացուն կարող է նշանակվել տնօրեն։ Պետությունը դեռ մի բան էլ հավելավճար է տալիս գործուղված կառավարիչներին, բայց այստեղ եւս կա խնդիր։ Որպես կանոն այդ մարդիկ ունեն նախընտրելի դպրոց։ Մրցութային փուլերը հաղթահարելուց հետո բնական է, թողնելու են գործուղված դպրոցն ու գնալու են այն հաստատություն, որը ցանկանում են ղեկավարել։ Սևակ Վարդումյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։